Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Աստվածածի Մայր եկեղեցում 7 վերքում է մասնակցելու կիրակնօրյա պատարագի։ Գյումրիից մեր աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբերի 7-ին 7 վերք եկեղեցում հավանաբար Շիրակի թեմի քահանաները չեն մատուցելու պատարագը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Շիրակի թեմի ամբողջ դպրաց դասը, սարկավակները, քահանաները հրաժարվել են այս կիրակի պատարագ մատուցել Նիկոլ Փաշինյանի օրակարգով առանց հիշատակելու վեհափառ Հայրապետի անունը։ Ինչպես Գյումրիից են հայտնում, հավանաբար իրենք իրենց հարմար քահանային, սարկավակներին ու դպիրներին իրենց հետ կբերեն 7 վերք եկեղեցին, որոնք էլ պատարագը կմատուցեն խախտելով կարգը առանց հիշատակելու վեհափառ Հայրապետի անունը։ Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էլ հայտնում է, որ տեղի քահանաներից բոլորի մուտքն արգելված է 7 վերք։ Նրա գնահատմամբ դեկտեմբերի 7-ին 7 վերքում մատուցվելիք պատարագը կլինի ամենախայտառակն իր բովանդակությամբ, քանի որ կանցկացվի ուժայիների ճնշման արդյունքում։ Արմլուրին Կարապետ Պողոսյանը տեղեկացնում է, որ գյումրեցիները մինչև այսօր առավոտյան գիտեին, թե Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հակոբ Մզբնեցի եկեղեցում է պատարագի մասնակցելու, բայց այսօր առավոտյան հանկարծակի են եկել իմանալով, որ Նիկոլ Փաշինյանը 7 վերք է այցելելու։ Տեղեկացնենք, որ Շիրակի թեմի հոգևոր տեսուչ գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը չի առաջնորդելու 7 վերքում կիրակի տեղի ունենալիք պատարագը։